Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակության։ Այսօր իմ զրուցակիցն է Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող քաղաքագետ Բենյամին Պողոսյանը, բարև ձեզ, պարոն Պողոսյան։ Բարև ձեզ։ Պարոն Պողոսյան, մոտ 10 օր առաջ, միգուցե 1-2 օր ավել, տեղի ունեցան հայ-իրանական զորավարժություններ, որոնք հատկանշական էին կամ հետաքրքրական էին 3 իմաստով միանգամից։ Առաջին աննախադեպ էին, որտեղ պատմության մեջ հայ-իրանական զորավարժություններ չէին եղել, ժամանակի իմաստով, ժամանակը, ընտրված ժամանակը թույլ տվեց որոշ փորձագետների պնդել, թե դա մեսիջ էր ուղղված Բաքվին, Թեհրանի կողմից ընդ որում, եւ երրորդ, չնայած մտավախություններին, որ Միացյալ Նահանգները հաշվի առնելով Իրան-ամերիկյան հարաբերությունների որակն ու մակարդակը կարող են, այսպես ասեմ, ընդվզել այդ զորավարժությունների դեմ, նման բան տեղի չունեցավ, ավելին, այսպես այն զորավարժությունները, որ դեռ պիտի լինեն հայ-ամերիկյան, նկատի ունեմ, իրենք ուժի մեջ են, եւ հիմա փորձենք 3 փաթեթե, այսպես առանձին քննարկել։ Հիմա սա մեսիջ էր Բաքվին, թե ոչ։ Կարծում եմ, այո, առնվազն ուներ մեսիջի տարեր։ Եթե ամբողջությամբ այս ամենը չէր կազմակերպված մեսիջի համար, միանշանակ է, որ սա ուներ նաև մեսիջի տարեր, եւ մեսիջը ես հասկանում եմ այսպես, որ այո, Իրանը պատրաստ է եւ նաև ի վիճակի է անհրաժեշտության դեպքում կատարել այլ քայլեր, բացի հայտարարություններից կապված Հայաստանի տարածքային ամբողջականության եւ հայ-իրանական սահմանի անխախտելիության հետ։ Հետևաբար միանշանակ է, որ սա նաև մեսիջ էր Ադրբեջանին։ Շեշտում եմ նաև, որովհետև չեմ կարող պնդել, որ իրոք այս զորավարությունների միակ նպատակը դա մեսիջն էր, բայց ակնհայտ է, որ նման պայմաններում, երբ մենք գրեթե անընդհատ Ադրբեջանից լսում ենք հայտարարություններ, որ միջանցքը պետք է բացվի, անկախ Հայաստանի կամքից, կամ Հայաստանը լավ է շուտ հասկանա, որ պետք է բացվի, դրանք բոլորը իրոք սպառնալիքներ են ուղղված Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ, եւ մենք բազմիցս լսել ենք եւ լսում ենք հայտարարություններ Իրանի կողմից, որ Իրանը դա թույլ չի տա, որ դա Իրանի համար կարմիր գիծ է, եւ այս համատեքստում իհարկե համատեղ զորավարժությունները, թեկուզ եւ առանձին պետությունների տարածքում միանշանակ է, որ իր մեջ պարունակում է նաեւ մեսիջ ուղղված Ադրբեջանին։ Միջանցքի բացառման այսպես տրամաբանությանը վերջերս միացավ նաև այդ ակնհայտորեն միացավ Չինաստանը։ Դա ինչի հետ էր կապված ասես։ Տեսեք, հասկանալի է, որ Չինաստանը ընդհանրապես շահագրգռված է կոմունիկացիաներով, սկսած գոտի ճանապարհ, որը նախկինում կոչվում էր մեկ գոտի մեկ ճանապարհ, եւ իհարկե հիմա միջին միջանցքը, որը Չինաստանը պետք է կապի Եվրոպայի հետ, ամենաշատ քննարկվող թեմաներից է։ Ակնհայտ է, որ այստեղ Չինաստանը հետաքրքրված է, բայց ես կարծում եմ, որ Չինաստանում հասկանում են, որ կա շատ մեծ տարբերություն ճանապարհների, տարանցիկ առևտրափոխադրումների եւ արտատարածքային միջանցքի միջև։ Չմոռանանք, որ եթե ստեղծվում է արտատարածքային միջանցք, ինչը նշանակում է Թուրքիայի ազդեցության էական աճ հարավային Կովկասում եւ տեսականորեն նաեւ հավելյալ թուրքական ներկայություն կենտրոնական Ասիայում, դա եթե ոչ հիմա, ապա միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում կարող է խնդիրներ ստեղծել Չինաստանի համար։ Վերջին հաշվով, ինչպիսի շահեր ունի Թուրքիան եւ ում շահերը նա կսպասարկի հետագայում, իհարկե հիմա շատ են ասում, որ դե Թուրքիան դադարել է լինել օրինակ Միացյալ Նահանգների գործիք։ Ենթադրենք դա այդպես է, չնայած դա էլ է վիճելի, բայց հասկանալի է, որ եթե բացվում է միջանցք, մենք արդեն խոսում ենք նոր ստատուս քվոյի մասին, որը կտևի տասնամյակներ։ Հիմա ինչպիսին կլինի Թուրքիայի քաղաքականությունը, ասենք 2030-ականներին, նույն կենտրոնական Ասիայում, որտեղ Չինաստանը հսկայական տնտեսական ներդրումներ ունի, եւ որը նաեւ Չինաստանի համար նավթի եւ գազի շատ կարեւոր աղբյուր է, որը ի դեպ շրջանցում է ծովային ճանապարհները։ Իսկ ծովային ճանապարհները հիմնականում ամերիկյան վերահսկողության ներքո են։ Այսինքն այս ամենը հաշվի առնելով իմ գնահատմամբ ցանկացած արտատարածքային միջանցք Հայաստանի տարածքով, որը ավտոմատ նշանակելու է թուրքական ազդեցության էական աճ հարավային Կովկասում, իսկ միջնաժամկետ հեռանկարում գոնե նաև կենտրոնական Ասիայում, առնվազն պետք է Չինաստանի մոտ մտահոգություններ առաջացնի։ Ամերիկյան տեսակետից նայենք հիմա, տեսեք էլ եմ ասում, կային մտահոգություններ, որ Միացյալ Նահանգները հայ-իրանական զորավարժություններին այսպես բարի աչքով չեն նայելու, նման բան տեղի չունեցավ, եւ արդյոք դա
կարող է բերել եզրահանգման, որ հարավային Կովկասի ամենայն դեպս գոյություն ունեցող սահմանների հարցում կա կոնսենսուս, այդ թվում նաև Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև։ Նախ եկեք ֆիքսենք, որ ընդհանրապես Միացյալ Նահանգները միշտ էլ համեմատաբար զուսպ է վերաբերել, եթե չասենք դրական, հայ-իրանական կապերին։ Ես հիշում եմ դեռ մոտ 15-17 կամ գրեթե արդեն 20 տարի առաջ, երբ օրինակ բացվում էր հայ-իրանական գազամուղը, կրկին քննարկումներ կային, որտեղ այն ժամանակ էլ ԱՄՆ-Իրան հարաբերությունները բոլորին էլ բարվոք վիճակում չէին։ Այս միջուկային ծրագրի շուրջ թնջուկը 2003-2004 թվականից է սկսված։ Եվ կային մտահոգություններ, որ ինչպես Միացյալ Նահանգները կարտագանքի, բայց մենք տեսանք, որ ոչինչ տեղի չունեցավ եւ արդեն մոտավորապես 16-17 տարի, եթե ես ճիշտ եմ ֆիքսել, Հայաստանը ստանում է գազ Իրանից, Հայաստանը այդ գազը դարձնում է էլեկտրաէներգիա, այնուհետև արտահանում է 20 Իրան մոտ 20 տարի։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները համեմատաբար զուսպ են եւ ինչքանով ես եմ հասկանում, միշտ էլ այդ խնդիրը եղել է, որ մեր դիրքորոշումը եղել է այսպեսին եւ կարծում եմ հիմել է այդպեսին, որ հարգելիներս, քանի դեռ Հայաստանի 4 սահմաններից 2-ը փակ են, ապա ասել, որ Հայաստանը չպետք է որևէ առնչություն ունենա Իրանի հետ, դա ուղղակի տրամաբանական չէ, որտեվ դա կնշանակի ուղղակի դատապարտել Հայաստանին դանդաղ մահվան։ Բայց այստեղ խոսքը վերաբերում է ռազմական գործընթացին, որը չի եղել։ Համաձայն եմ։ Իհարկե, սա նշանակում է որակական փոփոխություն։ Այստեղ եւս ամերիկացիների արձագանքը գոնե հրապարակային չկար, այսինքն դա ոչ դրական էր, ոչ չեզոք էր, ոչ բացասական էր, արձագանք չկար։ Տեսեք, իմ գնահատմամբ նախ իհարկե հիմա շատ բարդ է խոսել ամերիկյան նոր վարչակազմի քաղաքականությունն ու առաջնահերթությունները հարավային Կովկասում, որովհետև ամեն ինչ մի փոքր քաոտիկ է այս նոր վարչակազմի հետ կապված եւ միաժամանակ մի շարք ուղղություններով ինտենսիվ գործընթացներ են ընթանում։ Շատերի մասին մենք ամբողջական տեղեկատվություն չունենք, նկատի ունեմ թե ինտենսիվ բանակցություններ Ռուսաստանի, Ուկրաինայի, եվրոպական գործընկերների հետ եւ նաեւ չմոռանանք, որ արդեն մոտ 2-3 շաբաթ էին սկսվել են ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցություններ, որոնք նաեւ շարունակվելու են։ Հետեւաբար, ինչպիսին է Միացյալ Նահանգների քաղաքականությունը հարավային Կովկասում հենց հիմա դժվար է ասել, եւ ես չեմ բացառում, որ հստակ մշակված քաղաքականություն, այսինքն թուղթ, կոպիտ ասած, 2, 3, 4 էջանոց, որովհետեւ գրված կլինի Միացյալ Նահանգների քաղաքականությունը հարավային Կովկասում։ Չեմ բացառում, որ նման թուղթ գոյություն չունի, բայց ընդհանուր առմամբ հասկանալի է, որ Միացյալ Նահանգները հիմա փորձում է որոշ հակամարտություններ Մերձավոր Արևելքում, Եվրոպայում դադարեցնել եւ իր ուշադրությունը կենտրոնացնել այս խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նկատմամբ։ Այս համատեքստում ես կարող եմ կարծել, որ նոր պատերազմ հարավային Կովկասում, հատկապես պատերազմ, որը կարող է եւ չավարտվել մի քանի օրում, այլ կարող է տևել շաբաթներ, որտեղ կարող են ներգրավել Իրանը, Թուրքիան եւ որը կարող է, այսպես ասենք, մի նոր տարածաշրջանային մեծ պատերազմի սկիզբ դառնալ, դա բոլորովին չի տեղավորվում Միացյալ Նահանգների շահերի եւ քաղաքականության մեջ, որտեղ եթե Միացյալ Նահանգները ցանկանում է վերջ տալ պատերազմին Ուկրաինայում եւ Մերձավոր Արևելքում, ապա ինչու պետք է Միացյալ Նահանգները շահագրգռված լինի, որպեսզի նոր պատերազմ բռնկվի Եվրոպայում։ Ամեն դեպքում նման շահագրգռվածություն օրինակ կարող է ունենալ Ռուսաստանը։ Կարող է, չնայած մենք կարող ենք Ռուսաստանը առանձին քննարկել հիմա ինչ է ցանկանում կամ չի ցանկանում Ռուսաստանը, բայց Միացյալ Նահանգների տեսակետից նորից եմ ասում, այստեղ նոր լայնածավալ պատերազմի բռնկումը Եվրոպայի արևելքում կամ հարավ-արևելքում կամ գոնե Եվրոպայի եւ Ասիայի սահմանագծին, նայած թե մենք որտեղ ենք տեղակայում հարավային Կովկասը, դժվար թե ներկայումս բխի Միացյալ Նահանգների շահերից։ Հետեւաբար այո, կարող ենք ասել, որ իսկ եթե մենք խոսում ենք հարավային Կովկասում կամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր պատերազմի մասին, հասկանալի է, որ դա կարող է սկսել բացառապես Ադրբեջանը։ Այն բոլոր անհեթեթ խոսակցությունները կամ պնդումները, որ մենք լսում ենք Ադրբեջանից, որ Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա, չեմ կարծում, որ միջազգային հարաբերություններին, աշխարհակաղակականությանը եւ տարածաշրջանում ուժային բալանսին քիչ թե շատ ծանոթ որևէ մեկը դա լուրջ է ընդունում։ Հասկանալի է, որ նոր պատերազմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարող է սկսել բացառապես Ադրբեջանը։ Իսկ նորից եմ ասում, դա դժվար թե գոնե այս պահին բխի Միացյալ Նահանգների շահերից, որոնք ցանկանում են այս կամ այն կերպ խաղաղեցնել արդեն ընթացող պատերազմները։ Հետեւաբար այս համատեքստում այո, կարող ենք ասել, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումը, որը ակնհայտ է, որ Իրանի շահերից չի բխում Միացյալ Նահանգների շահերից։ Եվ բացի այդ, իհարկե, ես նշեցի, որ հիմա կա նաև ԱՄՆ-Իրան բանակցային գործընթաց, որը նույնպես հետաքրքիր, այսպես ասենք, գործընթացներ են։ Հիմա Իրան Միացյալ Նահանգներ, այսպես երկու փաթեթ կա։
հիմա այն, որ աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող, առաջինը դա Ուկրաինայի շուրջ բանակցություններն են, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև ընդ որում նկատենք, որ Ռուսաստանի հետ են բանակցում Միացյալ Նահանգները, մասամբ նաեւ ներգրաված է Եվրոպան, եւ կա երկրորդ փաթեթը, որտեղ էլի Եվրոպան ներգրաված է որոշակիորեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ է։ Ընդ որում երկրորդի դեպքում, Իրանի դեպքում, այսպես որոշակի լավատեսության հիմքեր կան, որ ինչ որ պահից սկսած կողմերը կգան համաձայնության եւ կստորագրվի ինչ որ փաստաթուղթ, որտեղ Իրանը կպահի իր իրավունքներն ու շահերը, Միացյալ Նահանգները, Եվրոպան իրենց իրավունքների շահերի տերը կմնան։ Այն դեպքում, երբ ուկրաինական փաթեթի շուրջ զարգացումները այնքան էլ լավատեսության հիմքեր չեն տալիս, որովհետեւ թե Եվրոպան մի կողմից եւ Ուկրաինան մյուս կողմից, թե Ռուսաստանը իր կողմից, այսպես իրարամերժ բանդումներ են անում եւ պահանջներ են ներկայացնում միմյանց, եւ ենթադրաբար այդ թնջուկը դեռ երկար ժամանակ մնալու է օրակարգում կամ չի մնալու օրակարգում, ես չգիտեմ։ Հիմա եթե գնանք հավանականության տեսության դրամաբանությամբ, այսինքն հավանականություն առաջին, որ Իրանի շուրջ բանակցությունները դրական ընթացք են ունենում եւ ավարտվում են։ Եվ Ուկրաինայի շուրջ բանակցությունները դրական ընթացք չեն ունենում եւ պատերազմը այնտեղ շարունակվում է։ Ինչ է դա նշանակում Հարավային Կովկասի համար։ Առաջինը, եթե բանակցությունները Իրանի հետ բերում են դրական արդյունքների եւ կնքվում են նոր համաձայնագիր, առաջին հերթին դա կնշանակի, որ Ադրբեջանը կկորցնի այդ միջին միջանցքի իր միակ եւ առանցքային դերակատարումը, որտեղ ինչու են հիմա բոլորը խոսում Ադրբեջանի մասին, որ Ադրբեջանը անփոխարինելի է Եվրոպան, Կենտրոնական Ասիային կամ նույնիսկ Չինաստանին կապող ճանապարհին, որովհետեւ Եվրոպան եւ նաեւ Միացյալ Նահանգները չեն ցանկանում, որպեսզի այդ ճանապարհները անցնեն Ռուսաստանի կամ Իրանի տարածքով։ Իսկ չեն ցանկանում հայտնի պատճառներով, որովհետև կա կոնֆլիկտ։ Հիմա եթե Իրանի հետ կոնֆլիկտը կարգավորվում է, ապա ոչինչ չի խանգարում, որպեսզի նույն Կենտրոնական Ասիայի Եվրոպա կապը իրականացվի նաև Իրանի տարածքով։ Այսինքն սա համար 1 հարված։ Մենք գիտենք ինչքան է Ադրբեջանը օգտագործում իր այդ նոր դերը, ասելով որ տեսեք, ես ոչ միայն կարող եմ գազ եւ նավթ մատակարարել եվրոպական պետություններին, ընդ որում բոլորը գիտեն, որ դա սահմանափակ ժամկետների մասին է խոսքը, բայց ես շատ ավելի ռազմավարական նշանակություն ունեմ, որովհետև ես կարող եմ դառնալ այդ նոր տարանցման ճանապարհների կենտրոնը եւ առանց ինձ այդ ճանապարհները չեն գործի, իսկ դա արդեն մենք խոսում ենք տասնամյակների մասին։ Հետեւաբար առաջին հարվածը կստանա Ադրբեջանը իր կկորցնի իր յուրահատուկ կամ միակ նշանակությունը որպես այդ միջին միջանցքի կամ Եվրոպան, Կենտրոնական Ասիային կապող ճանապարհ։ Երկրորդը հասկանալի է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները, որոնք կարող են բնորոշել բարեկամական, այդ պայմաններում դա կարող է նաև Հայաստանը օգտվել, որովհետև շատ հատկապես եվրոպական ընկերություններ կցանկանան մուտք գործել իրանական շուկա եւ մենք չենք կարող բացառել, որ այստեղ Հայաստանը որոշակի դեր կարող է կատարել։ Ընդ որում այդ թվում նաև, այսպես ասենք, որոշակի խորհրդատվական դեր, որովհետև մենք ամեն դեպքում շատ ավելի լավ ենք պատկերացնում իրանական շուկան, իրանական գործարար աշխարհը եւ այլն։ Եվ սա եւս պլյուս է Հայաստանի համար։ Ես այս երկու ամիջական փոփոխություններն եմ տեսնում, որոնք կարող են տեղի ունենալ բառից բուն իմաստով ամիսների ընթացքում։ Իհարկե դա նաև կբերի Իրանի դերի մեծացմանը Հարավային Կովկասում, ինչը նշանակում է, որ Իրանի հայտարարությունները, որ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը իր համար կարմիր գիծ է եւ ինքը դա թույլ չի տա, բոլորը այդ թվում նաև Ադրբեջանը կսկսեն ավելի լրջորեն վերաբերել։ Մենք գիտենք, որ հատկապես 2024-ի դեկտեմբերին Ասադի իշխանության տապալումից հետո կար ընկալում, որ Իրանը շատ է թուլացել, նա կորցրեց Համասը, նա կորցրեց Հեզբոլլան, նա կորցրեց Սիրիան, հետեւաբար Իրանը ի վիճակի չէ պաշտպանել իր կարմիր գծերը։ Բայց Համասը որպես այդպեսին երբեք իրանական չի ելել։ Այո, ես խոսում եմ ընկալումների մասին, որ Իրանը հիմա թույլ է, հետեւաբար եթե Իրանը չի կարողանում պաշտպանել իր կարմիր գծերը Մերձավոր Արևելքում, դժվար թե կարողանա պաշտպանել իր կարմիր գծերը նաև Հարավային Կովկասում, ինչը կարող էր նույն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հաշվարկներում բերել այն կետի, որ այո, մենք կարող ենք սկսել գործողություններ, որոնք հակասում են Իրանի շահերին, բայց Իրանը ի վիճակի չի լինի հակադարձել։ ԱՄՆ-Իրան միջուկային նոր պայմանագրի կամ գործարքի դեպքում բնականաբար Իրանի շանսերը եւ հնարավորությունները հակադարձելու ցանկացած հակաիրանական գործողության զգալիորեն կավելանան։ Այդ թվում նաև Ուկրաինայի շուրջ համաձայնություն չի կայացվում, պատերազմը շարունակվում է։ Եթե Ուկրաինայում պատերազմը շարունակվում է գոնե մինչև 2025-ի ավարտ կամ այդ թվում նաև 2026 թվականին, ապա կարծում եմ դա կնշանակի, որ
Ռուսաստանի հիմնական ռեսուրսները, թե ֆինանսական, թե վարչական, թե ռազմական, թե ադմինիստրատիվ, այդ թվում նաև որոշումներ ընդունողների մասով, կշարունակեն կենտրոնացված լինել Ուկրաինայի ուղղությամբ, հետեւաբար Ռուսաստանը հարավային Կովկասում կունենա մոտավորապես այն ազդեցությունը դերակատարությունը, ինչ ուներ 2024-25 թվականին։ Այսինքն մենք չենք տեսնի Ռուսաստանի կողմից հնարավորություն մեծացնել իր ներգրավվածությունը կամ ներկայացվածությունը հարավային Կովկասում։ Ասում եմ մեծացնել, որտեղ այնպես չի, որ հիմա Ռուսաստանը հարավային Կովկասում չկա։ Բնականաբար հիմա էլ կա Ռուսաստան հարավային Կովկասում, բայց եթե Ուկրաինայում պատերազմը շարունակվում է, ապա գոնե առաջիկա 1-2 տարիների ընթացքում մենք դժվար թե տեսնենք ավելի մեծ չափով ռուսական ներգրավվածություն հարավային Կովկասում։ Բայց այնուհանդերձ հիմա այնպեսի տպավորություն է, որ գոնե եղած ռեսուրսները Ռուսաստանը կենտրոնացնում է եւ կարծիք կա, որ առաջիկայում Հայաստանում բավական մեծ տեղեկատվական գրոհ է սկսվելու 26 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդ որում դրա համար որպես բավական հաջողված պլացդարմ օգտագործվելու են Գյումրիում տեղի ունեցած ընտրությունները, ընդ որում նկատենք, որ Գյումրիի նորընծակ քաղաքապետ կամ համայնքի ղեկավար ավելի ճիշտ Վարդան Ղուկասյանի երթունակալության արարողությանը ներկային թե Ռուսաստանու հյուպատոսը Գյումրիում, թե 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները, ինչը մի քիչ տարօրինակ էր չեք գտնում։ Տեսեք, ինչ վերաբերում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ Ռուսաստանի դիրքորոշմանը։ Ինչքանով ես եմ հասկանում, ակնհայտ է, որ Ռուսաստանում ողջավորված չեն Հայաստանի գործող ղեկավարությամբ։ Ինչ թվում է դա դժվար թե որևէ մեկը վիճարկի։ Հիմա փորձենք մեզ պատկերացնել ռուսական որոշումներ ընդունողների դերում, իհարկե դա բարդ է, բայց ամեն դեպքում այո, բնականաբար չկա ողջավորվածություն Հայաստանի գործող ղեկավարության նկատմամբ, եւ եթե լիներ հնարավորություն Հայաստանում ունենալ, այսպես ասեմ, ռուսամետ կամ ավելի Ռուսաստանի շահերի հետ հաշվի նստող կամ Ռուսաստանից ստացվող ազդակների դրական արձագանքող ղեկավարություն։ Ես ներողություն եմ խնդրում, բայց սրանից ավել ինչպես է լինում։ Ասենք Ռուսաստանը 19 թվականից ինչ ասել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արել 20 թվականին, 21 թվականին, 22-ին, 23-ին հերթով կարող ենք թվարկել։ Դրանից այն կողմը ավելի հարմար իշխանություն ինչպես է պատկերացնում։ Օրինակ, մենք գիտենք, իշխանով են պատկանում Ռուսաստանի հիմնական դժգոհությունները։ Առաջին հապկում անդամակցության փաստացի սառեցում, ես վստահ եմ, որ ռուսները կցանկանային, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը հայտարարեր, որ մենք եթե այդ տերմինը օգտագործեմ, ապա սառեցնում ենք մեր ներգրավվածությունը։ Երկրորդ, մենք գիտենք, որ Ռուսաստանը բավականաչափ դժգոհ է Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների։ Ախր դրանք այդ բոլորը հետևանքներ են։ Դրանք բոլորը հետևանքներ են։ Հապկի հետ կապված խնդիրը, հապկի գործողությունների հետևանք է կամ գործողությունների բացակայության, Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ գործակցության, Ֆրանսիայի հետ մասնավորապես գործակցությունը Ռուսաստանի չգործողությունների հետևանք է, Հնդկաստանի հետ ռազմական գործակցությունը, ելի Ռուսաստանի խնդիրների հետևանքով է առաջացել։ Այնպես չի, որ մենք այ գիտեք ինչ կա, որոշեցինք, որ ասենք որ ինչպես Մոլդովայում։ Այ մենք վաղվանից ձեր հետ ընկերություն չենք անում։ Համաձայն եմ, հիմա եթե մի փոքր հետ գնանք, ապա այս ամենի սկիզբը թերևս 2022-ի սեպտեմբերն էր։ Նկատի ունեմ լայնածավալ հարձակումը ջերմուկի է մի շարք այլ ուղղությամբ, բայց հիմա ես ասում եմ ինչ կցանկանար, որպեսզի ինչ կցանկանար Ռուսաստանը կամ Ռուսաստանը ինչ կցանկանար, որ Հայաստանը աներ։ Եվ մի քանի քայլեր նշեցի, հիմա անկախ նրանից մենք դրան ինչպես ենք վերաբերում եւ ասում ենք որ դա սխալ է կամ ճիշտ, իմ գնահատմամբ, օրինակ, եթե հիմա առաջիկա, չգիտեմ, 3 ամսում Հայաստանի ղեկավարությունը հայտարարեր, որ այո, մենք վերադառնում ենք ՀԱՊ կամ ապա սառեցնում ենք մեր մասնակցությունը, որ օրինակի համար մենք առնվազն լրջորեն քննարկում ենք եվրոպական դիտորդական առաքելության կասեցման հարցը կամ դադարեցնում ենք ռազմական համագործակցությունը Ֆրանսիայի հետ, դա ակնհայտ է, որ Ռուսաստանը դա կընդուներ ողջավորությամբ կամ ուրախությամբ։ Հիմա եթե խոսում ենք 2026 թվականի ընտրությունների մասին, պարզ է, որ իհարկե Ռուսաստանը կցանկանար, որպեսզի 2026-ից հետո Հայաստանում լիներ ղեկավարություն, որը այս կամ գուցե նաև այլ հարցեր, որոնց մասին մենք չգիտենք, ունենար գիտենք, միութենական պետություն։ Գիտենք։ Միութենական պետության մասով ես ճիշտ ասած վստահ չեմ Ռուսաստանը ինչ է ցանկանում, որովհետև մի քիչ այնքան էլ հասկանալի չի ընդհանրապես այդ միութենական պետությունը գործում է թե ոչ, բայց ամեն դեպքում հիմա վերադառնանք ինչի ես սկսեցի։ Իհարկե ներկա ղեկավարությունը
Ռուսաստանի մոտ ողջորություն չի առաջացնում, բայց ենթադրելով, որ ամեն դեպքում Ռուսաստանում որոշումներ ընդունողները կամ գոնե դրանց մի մասը ռացիոնալ են, գոնե մի մասը ասում եմ, երևի թե Ռուսաստանը կմտածի այսպես. եթե կա հնարավորություն, որպեսզի 2026 թվականի խորհրդանական ընտրություններից հետո Հայաստանում իշխանության կան մարդիկ, ովքեր ավելի հակված են կատարելու մեր պահանջները, անկախ դրանից դրանք տրամաբանական են կամ անտրամաբանական են կամ հրահանգները, ապա շատ լավ փորձենք հասնել դրան։ Սակայն եթե, այսպես ասենք, նման այլընտրանք չկա կամ Ռուսաստանի հնարավորությունները շատ քիչ են, որպեսզի նման մարդիկ գան իշխանության, ապա այստեղ կարող է լինել հակառակ երևույթը, որ գուցե իշխանության կգան մարդիկ, ովքեր Ռուսաստանի տեսակետից կլինեն էլ ավելի բացասական, քան գործող իշխանությունները։ Հետևաբար իմ տրամաբանությամբ Ռուսաստանի որոշումը կապված 2026 թվականի խորհրդանական ընտրությունների հետ ինչ որ բաներ անել, չանել, այս կամ այն կերպ անել, կախված կլինի իրենց պատկերացումներից։ Եթե տեսնեն, որ կա շանս, քիչ թե շատ իրատեսական շանս, որ Հայաստանում ընտրություններից հետո կգան մարդիկ, ովքեր պատրաստ են, այսպես ասենք, ավելի ընկալելի են կամ ավելի են պատրաստ են իրականացնել այն, ինչ ցանկանում է Ռուսաստանը, կարծում եմ Ռուսաստանը քայլեր կդեռնարկի այդ մարդկանց իշխանության բերելու։ Սակայն եթե իրենք հասկանան, որ քաղաքական դաշտում նման ուժեր չկան կամ այդ ուժերի իշխանության գալու հավանականությունը շատ քիչ է, ապա թերևս իրենք կփորձեն ասելով շատ լավ, ճակերտավոր ասած, չայրած փոքրագույնը այս իշխանությունն է, հետեւաբար փորձենք այս իշխանության հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների գալ կամ փորձել ձևավորել, ինչպես ասում են, նոր նորմալ իրավիճակ Հայաստանի հետ։ Գոնե ես այդպես եմ պատկերացնում։ Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի ազդեցությունը ուղիղ համեմատական է հայ-ադրբեջանական հակամարտության այսպես ծավալի, չափի եւ որակի հետ, հա։ Հիմա տեսեք, վերջին մի քանի օրերին Իլհամ Ալիևը ելույթ ունեցավ, որից այսպես չպատմեմ Ադրբեջանի նախագահը ինչեր է ասել, բայց եզրահանգումը մեկն էր, որ նույնիսկ եթե վաղը ստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, հայ-ադրբեջանական հարաբերությունները միևնույնն է չեն կարգավորվելու։ Հիմա ըստ ձեզ կա հավանականություն, որ նախ կստորագրվի այդ փաստաթուղթը առաջիկայում գոնե, այս տեսանելի ապագայում, հա, որ մեր թորների ժամանակ չէ։ Տեսեք, մենք ունենք Ադրբեջանի հստակ դիրքորոշում, որ պայմանագիրը չի ստորագրվի, քանի դեռ լուծարված չէ Ա Մինսկի խումբը եւ Բ, քանի դեռ համանդրությունից հանված չէ անկախության հռչակագրին հղումը։ Այստեղ ամբողջ խնդիրն է, որ այս երկու հարցերի լուծումն էլ ուղղակիորեն կախված չեն միայն Հայաստանից եւ Ադրբեջանից։ Այսինքն նույնիսկ եթե ընդունենք, որ Հայաստանի Հանրապետությունը ասեմ ավելին, ընդհանրապես մեզնից կախված չէ։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հենց վաղը ստորագրել դիմում ԵԱՀԿ-ին կամ համատեղ դիմում Ադրբեջանի հետ, դա բացարձակապես չի նշանակում, որ Մինսկի խումբը կլուծարվի, որովհետև մենք կարող ենք միայն դիմել, բայց որոշում ընդունողները այլ պետություններ են, որոնց յուրաքանչյուրը ԵԱՀԿ Մինսկի խումբն է ինքը իրենով, այսինքն 38 պետություն է ներգրաված ԵԱՀԿ Մինսկի խմբում, ընդ որում եթե նույնիսկ այնտեղ կոնսենսուս լինի, այդ խնդիրը պետք է դրվի արդեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, որովհետև Մինսկի խումբը ստեղծվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի հիման վրա։ Այո, ինչը նշանակում է, որ այստեղ կարող են լինել ցանկացած զարգացումներ։ Ինչ վերաբերում է նոր սահմանադրության տեքստին, որտեղ չի լինի հղում անկախության հռչակագրին։ Մենք դիցուկ այդպիսի տեքստ դրվում է քննարկման եւ հանրակրվեի, բայց որևէ մեկը չի կարող վստահ լինել, որ այդ տեքստը կստանա անհրաժեշտ թվով ձայներ, ընդ որում խոսքը գնում է ավելի քան 600,000 ձայնի մասին։ Ես կասեի ավելին հակառակը, եթե ամեն օր կամ օրը մի քանի անգամ նախագահ Ալիևը պնդի, որ սա իմ պահանջն է եւ դրանով ինքը ցանկանում է, չգիտեմ, կոտրել հայկական ոգին եւ այլն, ապա ռացիոնալ տրամաբանությունը հուշում է, որ ցանկացած նման հայտարարություն նվազեցնում է հանրակրվեով այդ տեքստի ընդունումը։ Հետևաբար վախենամ, որ քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել իր այս երկու նախապայմաններից, իսկ Ադրբեջանը դրանից կհրաժարվի միայն շատ ուժեղ արտաքին ճնշման դեպքում, եւ առայժմ ես չեմ տեսնում որևէ պետություն, որ պատրաստ է այդ էական արտաքին ճնշումը Ադրբեջանի դեմ իրականացնել, ապա ես խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում լավատես չեմ, ես չեմ բացառում, որ այն չի ստորագրվի նույնիսկ 2027 թվականին։ Եթե ենթադրենք, որ հանրակրվեն լինելու է 2027-ին։ Հետևաբար մենք կարող ենք ունենալ իրավիճակ, երբ դեռևս երկար ժամանակ, լավ, ասեմ տարիներ շարունակ, մենք Ադրբեջանի հետ չենք ունենա նույնիսկ խաղաղության պայմանագիր եւ պլյուս կմնան մյուս չլուծված հարցերը, որտեղ մենք գիտենք, որ կան հարցեր, որոնք խաղաղության պայմանագրից դուրս են բերված։ Նույն հաղորդակցության ուղիների ապաշրջափակման
կամ ինչպես Ադրբեջանն է ասում, Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ։ Հետևաբար այս տրամաբանության մեջ եւ մի բան էլ կա, տեսեք, բացի նրանից, որ Ադրբեջանը փաստացի ամեն ինչ անում է Հայաստանի հետ ոչինչ ստորագրելու համար, Ադրբեջանը ամեն ինչ անում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը թույլ չտալու համար։ Ճնշելով Թուրքիային տարբեր մեթոդներով կամ օգտագործելով ինչ-ինչ լծակներ Թուրքիայի գործող վարչակազմի նկատմամբ։ Իսկ գրեթե բոլորն են հասկանում, որ եթե ցանկանում ենք Հարավային Կովկասում էական աշխարհակահաղական փոփոխության հասնել, այդ թվում նաև Ռուսաստանի դերի փոփոխման իմաստով, ապա այստեղ առանցքայինը թերևս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է։ Հետևաբար Ադրբեջանը իր այս քաղաքականությամբ փաստացի ցախողում է Հարավային Կովկասում աշխարհակահաղական որևէ էական փոփոխության հնարավորությունը, ինչը այս պահին հասկանալի է, որ առաջին հերթին ձեռնտու է Ռուսաստանին։ Հետևաբար ինչքան էլ ադրբեջանական փորձագետները տարբեր կոնֆերանսներում, ֆորումներում հայտարարում են, որ Ադրբեջանի համար թիվ 1 սպառնալիքը դա Ռուսաստանն է եւ Իրանը, սակայն Ադրբեջանի քայլերի վերլուծությունը ցույց է տալիս, որ այժմ, այսպես ասենք, Ադրբեջանը խաղում է Ռուսաստանի դաշտում, որովհետեւ a թույլ չի տալիս հայ-ադրբեջանական կարգավորում, b փաստացի ձախողում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Երկու պարագայում էլ տարածաշրջանում կլինեն փոփոխություններ, որոնք դժվար թե Ռուսաստանի շահերից են բխում։ Բայց այդ մուկն ու կատու խաղալը Թուրքիայի հետ Ադրբեջանի չի կարող չի անվերջ շարունակվել։ Օրինակ տեսեք, վերջերս այստեղ մեր հյուրներ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրասյանը ինքը ասեց տարբերությունը Բաքվի եւ Անկարայի այն է, որ Անկարայի հաշվարկները եւ մտածողությունը ռազմավարական է, Բաքվինը մարտավարական։ Եվ հիմա ըստ ամենայնի այդ ռազմավարական հաշվարկները բերել են Թուրքիային այն եզրահանգմանը, որ առաջիկայում տարածաշրջանում ստատուս քվոյի փոփոխություն լինելու է եւ այդ փոփոխությունը հեչ պարտադիր չի, որ լինի ի օգուտ Ադրբեջանի։ Հետևաբար Թուրքիան ասում է հենց հիմա ինչ ունեք ստորագրեք, որովհետեւ սրանից լավ էլ չի լինելու։ Այն որ սրանից լավ Ադրբեջանի համար դժվար թե լինի, ես համաձայն եմ, իհարկե երբեք մի ասա երբեք։ Հիմա տեսեք, արդեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ֆորմալ ընթանում է ավելի քան 3 տարի։ Սկսվել է 2022 թվականի հունվարից։ Եղել են բազմաթիվ հանդիպումներ հատուկ ներկայացուցիչների միջև, եղել են հանդիպումներ պետությունների ղեկավարների միջև, հեռախոսազանգեր, հանդիպումներ, երկու անգամ նույնիսկ փաստացի բացվել է հայ-թուրքական ցամաքային սահմանը, սկզբում երկրաշարժից հետո հումանիտար օգնություն, այս վերջերս Սիրիա հումանիտար օգնություն, եւ մենք շատ ենք լսել, որ այո, Թուրքիան ցանկանում է բացել սահմանը, որ Թուրքիան նույնիսկ զայրացած է Ադրբեջանի քաղաքականության հետ կապված, սակայն առայժմ արդեն անցել է 3 տարի եւ 3 ամիս, բայց մենք տեսնում ենք, որ չնայած այս բոլոր խոսակցություններին, Թուրքիան եւս որևէ քայլ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ չի անում։ Իմ մոտ կա անկալում, որ քանի դեռ Թուրքիայում փաստացի ղեկավար է, փաստացի ոչ միայն փաստացի, այլև դե յուրե դե ֆակտո պարոն Էրդողանը, ես մի փոքր բարդ եմ պատկերացնում, որ այս փակ շրջանից մենք կարողանանք դուրս գալ։ Իհարկե, ես հիմա չեմ ուզում զբաղվել, այսպես ասենք, եթեներով ինչ կլիներ, եթե 2023 թվականին օրինակ հաղթեր Քլեջդարօղլուն, շատ բարդ է ասել, բայց քանի դեռ Թուրքիայի նախագահ Էրդողանն է, իսկ կարծես թե բոլոր շանսերը կան, որ նա գոնե մինչև 2027 կամ 28 թվականը կմնա, գիտեք նաև այնտեղ փորձեր կան արտահերթ ընտրությունների միջոցով Էրդողանին եւս մեկ շանս տալ մասնակցելու, բայց դա շատ բարդ թեմա է եւ ես էլ այսպես ասած Թուրքիայի ներքաղաքական հարցերի խորքային փորձագետ չեմ, որպեսզի հիմա գնահատականներ տամ, արդյոք Էրդողանին կհաջողվի եւս մեկ ժամկետ վերընտրվել, թե 2028 թվականին մենք ունենանք արդեն նոր նախագահ, որը կլինի, չգիտեմ, կամ բանտարկված Ստամբուլի ներկայիս քաղաքապետը, կամ գուցե ժողովրդի հանրապետական կուսակցության ներկայիս ղեկավարը, բայց իմ գնահատմամբ, քանի դեռ Թուրքիայում նախագահ Էրդողանը այս փակ շրջանը շարունակվելու, այսինքն Ադրբեջանը չի ստորագրելու խաղաղության պայմանագիր, իսկ Թուրքիան չնայած հանդիպումներին, քննարկումներին, ելույթներին եւ հայտարարություններին սկզբունքորեն ասելու է նույն բանը։ Որևէ էական փոփոխություն չի լինի հայ-թուրքական հարաբերություններում, քանի դեռ չկա Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցները Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող քաղաքագետ Բենյամին Պողոսյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։